հայր ըլլալ լուրջ պատասխանատվություն է, լուրջ գոչում է, հայրը դան ողնաշարն է, հայրը դան սյունն է, հոգադարն է, պաշտպանողն է, հայթայթողն է, և ամենեն կարևորը հայրը պետք է լինի երկնավոր հոր ներկայացուցիչը և պատկերը իր ընտանիքում։ Տերը շնորհքն է, որ մենք որպես հայրեր այդ գոչումի մեջ հավատարիմ ըլլանք։ Happy Father's Day, բոլոր հայրերուն։ Այսօր կփորձենք տոնակատարել կամ նշել, կամ հիշատակել, կամ պատվել հայրերին։ Քոնե դարվա մեջ գիրագիմը հատկացվի հայրերուն։ Ոմանց համար այս հայրերի տոնը Father's Day շնորհակալության, երախտագիտության և ուրախության առիթ է, որովհետև ունեցան հայրեր, որոնք սիրում էին իրենց, ունեցան հայրեր, որոնք զոհաբերությամբ վարվեցին իրենց զավակների հետ, ընտանիքի մեջ, որոնք չարաչար աշխատեցան դան պետքերը կամ զավակներուն պետքերը հոգալու համար, որոնք սորվեցուցին, գրթեցին, դաստիարակեցին իրենց զավակներուն, լինել այնպիսին, ինչպես որ են այսօր լավ դիրքում։ Անոմար շատեր այսպես ուրախությամբ, հրճվանքով կհիշային իրենց հայրերին։ Բայց նաև կան ոմանք, որոնց համար հայրերի տոնը այդքան էլ հրաբուրիչ տոն կամ հիշատակելի օրը չէ, ինչու որովհետև շատերի հանդիպում ենք, որոնք չճանաչեցին իրենց հայրերին, չունեցան հայր, կամ ոմանք գործրեցին իրենց հայրերը վաղ տարիքից կամ վաղաժամ, շատերալ իրենց հոգու խորքում պիծմը ունեն, վերքմը ունեն, ցավմը ունեն, որովհետև իրենց հայրը ընդմիշտ բացակայ էր տնից, տարբեր պատճառներով, կամ որովհետև գոշտ ու գոբիտ հայր եղած էր, այդ մոդիգությունը չուներ իրենց զավակների հետ, և այսպիսի բարականերում շատեր համար Father's Day հիշատակելը նույնիսկ չեն ուզում, և ցավոք իրականություն է սա, բայց իրականությունում ինչքան էլ որ հադնդիր հայր ունեցած լինենք, դեռևս հայրերը բնականաբար չեն կարող լինել կատարյալ հայր։ Ոչ մեկս ունեցել ենք կատարյալ, perfect հայրեր։ Բայց կա հայրը, ով երբեք մեզ ամոթով չի թողել, կա մի հայր, ով և որու համար կարող ենք ասել, որ նա է կատարյալ հայրը, հայրը, որ երբեք իր սերը չի փոխեր մեր հանդեպ, անկախ մեր դիրքորոշումից և արձագանքից։ Հայրը, ով ընդմիշտ իր բազուկները բաց են, ընդունելու մեզ այնպես, ինչպես որ ենք, որպեսզի ինք ինչ որ պետք է կատարե մեր կյանքում, դարձնելու մեզ այնպիսին, ինչպես որ ինքն է ուզում, որ լինենք։ Ուրիշ բան է մեզ կընդունի այնպես, ինչպես որ եմ, սրա մեջ կա նպատակ, որպես ինձ դարձնի այնպիսին, ինչպիսին որ նա է ուզում, որ ես լինեմ։ Հայրը, որ երբեք իր խոստումները չի թրջի,
Գիտեք, երբ Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներուն աղոտ կնել էլ սովորեցնում, ինչպես աղոթեն, Տեր Հիսուս կարող էր իր սորվեցնելիք աղոթքը Աստուծո վերնակրի մասին հետևյալ ցևով սկսեր. ով թագավոր մեր, որ երկնքում ես, կամ ով արարիչ, ստեղծիչ, ամենազոր, կամ ով թադավոր, ով դեր, որ երկնքում ես, կարող էր այսպես սկսել, այս վերնակրերով, այս վերնակրը բաշտոններով սկսել, այն աղոթքի փոխանցությունը, որը պետք է սովորեցներ իր աշակերտներուն, բայց Հիսուս այն աղոթքը, որ պիտի սովորեցներ իր աշակերտներուն, անհատական մոդեցում, անհատական եւ անմիջական հաղորդակցություն ունեցող վերնակրով սկսեց, ասեց, երբ որ գաղոթեք, ասեք, ով հայր մեր, որ երկնքում ես, ով հայր մեր, որ երկնքում ես, որով Աստված նախքան թադավոր լինելը, կամ որևէ մեկ այլ բաշտոն կամ բիդակ ունենալը ամեն ինչից առաջ հայրենա, հայրենա, նա մեր երկնավոր հայրն է, կարող ենք շատ երկար խոսել, խորքը գնալ, բայց պիտի փորձեմ այն գաչ րոպեները, որ ունեմ, 4 հատկություններ մեր երկնավոր հոր մասին, որ անմիջական կապ ունի յուրաքանչյուրիս հետ։ Առաջին, մեր հայրը հավատարիմ հայր է, նույնիսկ եթե մենք ցախովենք նրա առաջ։ Օրինակ, ողջ Երեմիա 3-րդ գլխի 22-ից 23 համարներում նկարագրված է հայր Աստուծո սքանչելի եւ մեծ հավատարմության մասին։ Մեր հայրը հավատարիմ է։ Մարդկային բայկարներում, մեր առօրյա բայկարների ամենախրթին բայկարը հավատարմությունն է։ Լինել հավատարիմ։ Մենք լուրջ բայկարներ ենք մղում մեր առօրյա կյանքում, որպեսզի շարունակենք լինել հավատարիմ մեկս մյուսի հանդեպ եւ բոլոր հարաբերություններում։ Բայց ցավոք շատ հաճախ մենք ցախողված ենք լինում մեր հավատարմության դիրքորոշում։ Աստծո առաջ խոստում ենք տվել եւ ցախողվել ենք։ Մեր գողագիցների ամուսինների առաջ խոստում ենք տվել, ուխտ ենք տվել եւ որոշ ժամանակ անց անհավատարմություն ենք դրսևորել։ Մեր զավակների առաջ եղել ենք անհավատարիմ։ Մեր անձերի առաջ շատ հաճախ եղել ենք անհավատարիմ։ Բոլորից առաջ ընկնելով ասաց Տեր Հիսուս, եթե բոլորը քեզ ուրանան, ես քեզ երբեք չեմ ուրանա։ Այս բոլորը որ տեսնում ես Հիսուսը, բոլորը քեզ կարող են ուրանալ, ես երբեք։ Մի քանի ժամ չանցած 3 անգամ ուրացավ իր դիրոջը։ Իսկ 3-րդ անգամին հայհոյելով գսե ուրացավ իր դիրոջը։ Ոչ միայն որ ես չեմ ճանչնամ, ոնդե գսե վլասֆիմե, հայհոյեց։
Մի քանի ժամ չանցավ։ Խոստում տվել էր, որ դեր ես հավատար, ես դու կարող ես ինձ վստահել, ես այն հավատարիմ անձն եմ, որու վրա դեր Հիսուս դու կարող ես հենվել։ Բոլորը գուրանան, ես երբեք 3 ժամ հետո ուրացավ։ Եվ պատկերացրեք Պետրոսի ամոթը, հանցավոր լինելու խոր հոգեգան այդ զգացմունքը։ Նամանավանդ երբ որ լսեց ակլորի գանչը, ահավոր ցնցում ամրեց Պետրոս։ Եվ դեղը ասավ այդ բոլորից հետ, որ Պետրոս ինքն իրեն հետ խոսելով ասաց, ամեն բան փչացրեցի ես։ Փչացրվել, այլս բիդանի չեմ։ Եվ այս հոգեվիճակներ, որ նրան մղեց, դառնաբես գսել լացավ Պետրոս, դառնաբես, ոչ թե միան լաց եղավ, I'm sorry, գներես, պամներ, գիտես, զգաց, no, դառնաբես լացավ գսե, վուխպած, որև հասկացավ իր անհավատարմություն ցուցաբերելու հետևանքը եւ խորությունը եւ ձանդրությունը իր դիրոջ հանդեպ։ Բայց Աստված երկնավոր հայրը Պետրոսին հետևում էր, նայում էր եւ դեռևս կորձ ուներ նրա այդ Աստված չփագեց Պետրոս Արաքյալի էջը I'm done with you վերջ Պետրոս չեմ կարող քեզ վստահեմ Եվ իր որդվին Աստված, հայրն Աստված իր որդվին հարությունից յետք Պետրոսին յետ վերականգնեց։ Գիտեք ինչու յետ վերականգնեց Պետրոսին հայրն Աստված, որովհետև այսպիսին է մեր երկնավոր հոր մոդեցումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր անգում են ապրում, բայց անգում ապրելուց յետ ինքնակիդակցության գալով ընդունում են իրենց սխալը, սեփականություն, իր պատասխանատվությունը գրում են, ուրիշի վրա չեն բարդում իրենց կատարած սխալն ու արձանքը, ոչ էլ բարակաների վրա են բարդում իրենց հանցանքը, այլ ընդունում են, they own it, այս անհավատարմությունը իմն է, և ոչ պատասխանատվությունը կվերցնեմ, ճիշտ այսպիսին էր Պետրոսի դիրքը, երկնավոր հոր առաջ, Քրիստոսի առաջ, ոչ մի պատճառաբանություն չարեց Պետրոս, իր ցուցաբերած անհավատարմության նկատմամբ, այո Պետրոս ցախողվեց, բայց նա երբեք չարդարացրեց իր արարքը, դառնաբես լաց եղավ, ապաշխարեց և յետ դիրոջը դարձավ, այս էր պատճառը, որով Հիսուս գիտեր նրա սիրտը, երբ որ Հիսուս մերելներից հարություն արավ, և երբ որ կանայք գերեզմանատունն էին վազում, հոն հրեշտակ մգար, և այդ հրեշտակը նրանց ասավ, դեր Հիսուսն ասավ, կացեք լուր տվեք իմ աշակերտներուց և Պետրոսին, անվանական հիշեց Պետրոսին, Սավ չմոռանանք Պետրոսին, որով գիտեր Հիսուս, որ Պետրոս հայրն Աստված գիտեր, որ հիմա Պետրոս հոգե ջնշվածությամբ, depression էր ապրում իր արարքի նկատմամբ։ Դրա համար ասավ հատուկ ուշադրություն սևերեց եւ Պետրոսին ասեք, որ ես հարություն արի եւ ես ձեզ պիտի հանդիպիմ։ Եվ Պետրոսին հատուկ անունը գիշադակ է։ Մեկին էր, որու անունը չի պետք էր հիշադակվեր։ Պետրոս ուրացողը, ինչու չստավ Հուդային, Հուդային իզին կախել էր, դա ուրիշ հարց, բայց Պետրոսը, որ կիդագից էր, Հուդանան եթե կիդակցեր իր սխալը, որ դավաջան է, ձախ հետ, նա էլ կփրկվեր, Հիսուս եկել էր, որպեսզի Հուդային էլ փրկեր,
Ոչ միայն փրկեր, Հիսուս Հուդային հաշվարկել էր 12 առաքյալներու մեջ։ Հիսուս երբ որ բարգևներ պաշխեց, լիազորություններ տված հիվանդների վրա, դևերի վրա, օծերի վրա, գարիչների վրա եւ առաքյալների իշխանությունը Հուդային ալ տվել էր, Հուդան անոնց մեկն էր։ Բայց նա իր անհավատարմության մեջ միջև վերջ գնաց։ Իսկ Պետրոս զղջաց, անմար Քրիստոս Պետրոսին վերագանքնեց, ոչ միայն վերագանքնեց, այլ նրան այնպիսի պաշտոն մտավ, որ եկեղեցին հիմքը Պետրոսի թավանության վրա հաստատեց։ Վաու։ Այսպիսին է Հայր Աստուծո հավատարմության չափը յուրաքանչյուր անձի հանդեպ, ով անգում գաբրի, բայց գիտակցելով ետ գվերագանքնի եւ պետք կդառնա հորը։ Եվ Հայրն Աստված երբեք ու երբեք չի անդեսի նրանց, ովքեր անգումից ետ խոնարհությամբ ետ վերադառնում են իրենց, այսպիսիներին նա վերագանքնում է, ոչ միայն վերագանքնում է, այլև Աստված երբեք քեզ եւ ինձ չի փնորոշի, չի որակավորի մեզ ըստ մեր անգումների եւ անցյալի սխալներին, այլ Աստված մեզ որակավորում եւ փնութակրում է ըստ նրա անսահման շնորհած իրականությանը։ Իր շնորհքի համապատասխան է մեզ որակավորում եւ ոչ թե ըստ մեր անշնորհք վերաբերմունքներին։ Դե չէ որևէ մեկը ստեբիդի չլնենք այս առավոտ։ Որովհետև Աստուծո հավատարմությունը քիչ առաջ երկեցինք մեծ է հավատարմություն, մեծ է հավատարմություն, մեծ է հավատարմությունը, անսահման է նրա հավատարմությունը, եւ Աստծո հավատարմությունը ավելի մեծ եւ հսկա եւ անհամեմատելիորեն հսկա է քան քո եւ իմ անգումը, քան Պետրոսի անգումը։ Այս է Հայրը։ Հայրն Աստծո հավատարմությունը մեր հանդեպ։ Շատերս այսօր իմաստե որ նստած ենք, բայկարում ենք կամ մեր միտքը հիմա գալիս է այն բահերը, երբ Աստուծո հանդեպ կամ որևէ մեկի հանդեպ անհավատարմություն ցուցաբերեցինք։ Տարբեր ցևերով, տարբեր առիթներով, եւ շատ հաճախ Սատանան Թշնամին մեր հոգիների այդ մեր գադարած անհավատարմություն անդադ մեր մտքի մեջ է բերում, դու անհավատարիմ ես, դու վստահելի չես այլևս, դու ոչ մեկը կարող է քեզ վստահել, դու վեճ։ Բայց Հայրն Աստված կմոտենամ ինձի եւ քեզ գսե դուն եք։ Ես քեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես, երբ ոնի չէ Էլման ջան երկարամ մեջ, ինչպես որ եմ քեզի գուքան Աստուծո քեզի գուքամ, ինչպես որ եմ քեզի գուքամ, եւ Աստված մեզ բիդ ընդունի, որբեսի մեզ փոխի, անի այնպեսին ինչպես որ նա։ Առաջին Աստված մեր Հայրը հավատարիմ է, Աստված համբերադար է։ Երկրորդ, Աստված համբերադար է, Սաղմոս 103 13-ից 14 գսե ինչպես որ հայրը հոգադար եւ գտածող է իր զավակների համար, այնպես էլ Հայրը համբերադար եւ հոգադար է նրանց հանդեպ, որոնք գվախենան նրանից, այսինքն գհարգեն, կպատվեն, կճանաչեն նրա հայրական աստվածային հեղինակությունը։ Նա համբերադար է։ Աստուծո ստորոքելիներից երևի մեծակույներից մեկը իր սիրո ստորոքելու գողքին իր համբերադարությունն է։ Շատերս մեր հավատքի կյանքում մոլորվեցինք։ Շատերս մեր կյանքում փրկությունից ետ մեղքի մեջ ընկանք։ Գասկածներ մեզ բադեցին,
դառնությունը մեր հոգին լցրեց։ Եկեղեցուց հեռացանք, ասինքն չենք ուզում այս եկեղեցին հաջախել, այնտեղ որտեղ մեր հոգիները իրենց փրկությունը ստացան, այնտեղ որտեղ ջաշագեցինք Աստծո քաղցրությունը, այդ ընտանիքը, որոնց հետ հաղորդակցվեցինք, դեղ մի եկավ ասենք, այլ ես չեմ ուզում գործ ունենալ ընտանիքիս հետ։ Շատերս մեր գոչումից հեռացանք, բայց Աստված շարունակեց հետապնդել մեզ։ Իսրայել ժողովուրդը վերցնենք։ Նորից ու նորից անընդհատ ապստամբեցին իրենց Աստծո թեմ, Հոր Աստծո թեմ։ Նորից ու նորից անընդհատ իրենց գրնագը դարձրին Աստծուն։ Եվ նորից ու նորից Աստված անընդհատ շարունակեց համբերադարությամբ սպասել եւ հետապնդել նրանց։ Որովհետեւ հորմը սիրտը այս բարակայում իր ժողովուրդ Իսրայելի թեմ, հորմը սիրտը ոչ թե նրանց գործանելու համար է, երբ որ նրանք անընդհատ սխալ են անում եւ Աստուծո համբերությունը չարաշահում են, չարաշահեցին։ Բայց ինչքան էլ չարաշահեն, հոր սիրտը իր որդիներին, որոնք չարաշահում են նրա համբերությունը, ոչ թե նրանց գործանելն է, այլ զիրենք ետդարձի բերելն է, այլ զիրենք փրկելն է, վերականգնելն է։ Քանի անգամ Աստված քեզ ու ինձ համբերեց։ Քանի անգամ Աստված մեզ ներեց։ Հիշի այն օր, երբ կյանքը Տիրոջ անցնեցիր, Աստծուն անցնեցիր, ուխտեցիր եւ սիրտեր Sammamtu qalbi atba' Yesua. I have decided to follow Jesus. Ես որոշել եմ Տիրոջ հետևել, դեր իմ կյանքը, բայց այդ օրվանից մինչ օր քանի անգամ մեղքի մեջ ընկանք, հանցանքի մեջ ընկանք, բայց հոսենք։ Գիտեք ինչ որ ասած համբերադար է։ Ես այստեղ կանգնած եմ ոչ թե որովհետև արժանի եմ, այլ որովհետև Աստված տեսնելով իմ կյանքը համբերեց հույսով, որ ես պիտի փոխվեմ, հույսով, որ ես պիտի լինեմ այնպիսին, ինչպես որ նա է ուզում, որ ես լինեմ։ Որև Աստված ամեն անգամ, երբ որ մեզ նայում է մեր ներկային, մեզ չի տեսնում այնպիսին, ինչպես որ ենք հիմա, այլ ամեն անգամ, երբ Աստված մեզ է նայում, մեզ տեսնում է այնպիսին, ինչպես որ պիտի լինենք իր շնորհքով ապակայում։ Դրա համար նա համբերում է։ Դրա համար համբերում է։ Որ Աստված ծրագիր ունի քո եւ իմ կյանքում, եւ աշխատանք է դանում իր Սուրբ Հոգով, իր խոսքով, եկեղեցիով, բարականերով, հիվանդություններով, որևէ միջոց, որ ասած իմ կյանքը համբերում է Աստված։ Հայր Աստված հավատարիմ է, Հայր Աստված համբերադար է, Հայր Աստված սիրող Աստված է։ Սիրող հայր է, ավարտեմ, և հորմը սիրո մասին խոսենք առաջին ամենացայդուն օրինակը, որ օրինակը քո մտքում անարակ որդին։ Ես կասեի մոլորված որդին, որը ոչ մի հայր իր որդուն, նույնիսկ եթե անարագության մեջ անարակ չի անվանի։ Մոլորված որդի էր, շփոթված որդի էր, դարվեցավ աշխարհի հաճույքներից։ Մենք կտեսնենք այստեղ որդիմը, որ ուրացավ իր հոր հեղինակությունը եւ իշխանությունը, մերժեց իր հորը։ Իր ոչ ունեցվածքը մսխեց եւ փչացրեց։ Իր անհատական կյանքը գործանեց, ամեն բան գործրեց, բայց մի օր իր գիտակցությանն եկավ այս որդին։ Գեղդոտ, գոդրված, ամոթով, թադարկ եւ ետ վերադարձավ դեպի տուն։ Եվ այնտեղ մենք կտեսնենք հայրը, ով անընդհատ սպասում էր,
համբերում էր, իր աչքը ճանապարհին էր եւ աղոթում էր։ Հենց հերվից տեսավ իր մոլորված որդին, որ գալիս էր, սկսեց վազել, հայրը վազում է իր որդու մոտ։ Մինչ որդին գմգմալով է գալիս, կամ գասկածներով լեցուն, հայրը վազեց։ Մեր հայրն է, որ վազեց մեղավորին փրկելու համար։ Ես զարմանում եմ, ոնց են մարդիկ Աստծուն այնպիսի գերբարանք են տալիս, այնպես են փնութակնում, որ Աստված զարգող, փշտող, թադավոր է, անկութ է, մեղավորին թժող կուարգը, նո, սխալ է բոլորը։ Հայրն Աստված թժողքը մարդու համար չստեղծեց, հայր Աստված երբեք չուզեր, որ մեկը գործվի։ Ընդհակառակը հայրն Աստված իր անձը որդին տվեց, զոհաբերեց, որպեսզի մեղավորը դարձիկա։ Հայրն Աստված երկնքից վազելով եկավ մեղավորներից, որպեսզի մեզ դուն բերի։ Այնչքան էլ որ մենք թշնամի ենք Աստծո դեմ, գսեմ Հռոմեացիս 5-րդ գլխում, Աստված իր որդին ղրգեց, որպեսզի հաշտություն բերեր։ Խաչը գիտեք, չի ասոր յետևնալ խաչ մգա քեղեցիկ։ Խաչը, ասոր յետևի խաչը բատմություն ունեցավ անցած շաբաթ։ Բայց առասարակ շատեր խաչը մերժում են։ Խաչը սիրելներ, գիտեք ինչ է խաչը, նաև խաչը հայր Աստուծո վազգն է, որ վազում է թեպի մեղավորին, որ նրան փրկի։ The cross is the father running toward his lost children. The cross is the father running toward his lost children. Խաչը հայրն նկարագրում է, ինչպես հայրն Աստված վազում է թեպի մեղավորը իր գործված որդիները փրկելու համար։ Եվ վերջին հայր Աստված ոչ միայն հավատարիմ է, ոչ միայն համբերադար է, ոչ միայն սիրող է, այլ նաև հայրը միշտ ներկա է։ Եբրայց 13:5 Քեզ երբեք չեմ թողնի, քեզ երբեք չեմ լքի։ I will never leave you, nor forsake you. Գիտեք, մեր կյանքում մեծագույն հոգեգան ցավը մենակությունն է։ Եվ գսվի, որ աշխարհում ամենաշատ մենակության զգացմունք զգողները գիտեք ովքեր են։ Հովիվները։ Ստատիստիկայի նայեցեք, աշխարհում ամենաշատ մենակություն զգացող անցիկը հովիվները, փաստորներն են։ Դա ուրիշ նույն որ խոսանք ատոր մասին, բայց մենակությունը ամենախոր ցավն է, կամ ավելին լքված լինել։ Շատեր գիտեն այս ցավը, որը շատերս ոմանց հայրեր իրենց թողեցին, մայրերը թողեցին, ամուսինը թողեց, մայրը թողեց, ընկերը թողեց, երեխեքը լքեցին քեզ։ Մարդիկ միշտ անընդհատ թողում են, հեռանում են մեզնից։ (1999) երբ Հայաստան գնացինք Շաքեն ու ես ծառայության լսել ենք, որ Հայաստանում, որև Ջան Մարկ լսած եք, Ջան Մարկը եւ քիրք մկրած է Աստծո փրկության ծրագիրը, որոնք կարդացած են։ Ուրեմն ես Լիբանանում էի, Հունաստանում կարդացել եմ եւ երբ որ Հայաստան գտամ, անպայման գուզեմ, որ լսել եմ, որ Ջան Մարկը աղջիկ ունի, անունը Ruth։ Եվ Հայաստանում է ապրում։ Երբ որ Հայաստան եկանք, ուզեցի անպայման Ջան Մարկի աղջկան հանդիպեմ։ Բրբդեցինք, հեղինը քրես ուր էր ապրում, երրորդ մասիվում, չէ՞ կարծեմ, երրորդ մասիվում էր ապրում։ Հեղինը փոքր էր այդ ժամանակ։ Ուրեմն գտանք 80 ավելի անց գինն էր արդեն։ Գրեթե հայերեն չէր խոսում, ռուսերեն էր խոսում։ Ուրեմն դունը մտանք,
Կողիկ դուն մներ, հարգապաժին, շակեր մտանք եւ փորձեցինք հասկանալի, ասի ռոտ քույրսի Հովանես Հալաջանը մսի Հայաստան եկած են եղբայրն եւ ասի որ ցկո բաբայի քիրքը գարտացած եմ Ջոն Մարկի շատ մեծ օրհնություն եղած է իր նմանը չի գա սկանչելի քարոզի չէ ավետարանի չէ հալածվել է նկատեցի որ սկսեց լաց լինել արցունքները հոսում են Ոս երևի պետք է գանք առնեմ, երևի հուզվեցավ բաբային հիշեց, կամ կես որ խոսում ենք դա բան է բաբային, հետո ասավ նա ասավ դղա սովիկ, իմ բաբասը սավ, Գարինը նա ինչ ասեց, ասավ իմ բաբաս, փոլորին բաբա եղավ բացի ինձնից, վաու, Սավ ես չջանաչեցի բաբա, ես չգիտեմ, այսպես, Թավիթ կսե նույնիսկ իմ հայրս և մայրս ինձ լքեն, դերը ինձ պիտի չմոռանա, ինչ խոստում, Հիսուս խաչի վրա մենագության լքված լինելու զգացմունքը ապրեց խաչի վրա երբ որ Աստված իմ ինչու զիս կթողուս Հիսուս շատ լավ գասկնա հայրն Աստված շատ լավ գասկնա որ դու մենագության զգացմունքներ ունիս դրա համար ասավ քեզ երբեք չեմ թողնի քեզ երբեք չեմ լքի Եվ որ մենք կզգանք շատ աջախ մենագություն, նշանակում է, որ մենք ենք նրան լքել, մենք ենք նրանից հեռացել, հայրը հոն է, մոլորված որդին է, որ գնաց և մենակ զգացվի վերադարձավ, մենք և որ զգում ենք այդ մենագությունը, կնշանակի, որ ես եմ պատասխանատուն։ Հայրն Աստված այսօր յուրաքանչյուրիս հրավեր գուղեսելով Արի, սիրում եմ քեզ, բաց բազուկներով ընդունում եմ ես, արի ավոջան ցավդ տանեմ, օրհնյալ իմ եղբայր, Աստված մեզ գնդունի, Աստված քեզ գնդունի, անոմար արագացի մեջ նեգարդեմ կսե, որդյագիմ, որպես հայր է խոսողը, սիրտ ինձի դուր, այսօր Աստված կհրավիր է մեզ, և գուզենա քո հայրը լինել, եթե դեր եվս չէ, իր ընտանիքում ծնվես, փրկությամբ, ապաշխարությամբ, ընդունես Հիսուս Քրիստոս իր որդին, որից քո դերն ու փրկիչը եւ հայրն Աստված լինի, քո հայրը, որում փառք անցյալ ներկա եւ ոչ հավիտենական ցարերում։ Ամեն։